Սեպտեմբերի 22-ին ժամը 17-ի սահմաններում կանալ սինթետիկ փոստ միջոցառման շրջանակում Նորագավիթի առաջին փողոցի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետում հերթապահող ոստիկանները կանգնեցրին ՎԱԶ-21-101 մակնիշի մեքենա։ Ներկայացան ու սրահում գտնվողներին խնդրեցին դուրս գալ մեքենայից զննություն կատարելու նպատակով։ Ճանապարհային ոստիկանների ուշադրությունը գրավեց ուղևորը, որը շփոթահար ինչ-որ բան դրեց դռան պահոցն ու նոր իջավ մեքենայից։ Պահոցի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին փաթեթավորված կանեփանման չորացված զանգված։ Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնում ուղևորը 1965 թվականին ծնված Կարեն Սոմխյանը խոստովանեց, որ կանեփանման զանգվածն իրենն է։ Դա գտել եմ Վինեսախ, այնտեղ Վինեսախ խանութի մոտից շոշից մեքենայի մեջ բացեցի, տեսա։ Նա ոստիկաններին հայտնեց, որ փորձում էր թաքցնել փաթեթը, քանի որ շատ էր վախեցել։ Սեպտեմբերի 2-ի ժամը 15-ից մինչև սեպտեմբերի 8-ի ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին Արտաշատի խճուղում գտնվող տարածքի դարպասի կողպեքը։ Գողացել էին օդափոխության համակարգի 3 արտաքին ագրեգատ, պատճառելով մոտ 1 միլիոն դրամի վնաս։ Ոստիկանների գործը հեշտ չէր, քանի որ հետքերն արդեն տաք չէին։ Ձեռնարկված միջոցառումներով, սակայն, իրավապահները կարողացան պարզել ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև հայտնաբերեցին գողոնի մի մասը։ Գողությունը կատարելու կասկածանքով բաժին-բերման ենթարկվեց 1990 թվականին ծնված Ժոռա Սարգսյանը։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանեց, որ ինքն է գողացել ագրեգատները։ Ասենք աշխատում էի այդ տարածքում, ու տենց շատ ժամանակ եմ տեսել, ինձ հարցեր կար կարիքներից ելնելով փորձել եմ անեմ էլի։